Ողջույն, այսօրվա մեր հյուրը կլինի հայուհի գեղեցկուհի Նոնան, ով երկար տարիներ ապրում է Ֆրանսիայում։ Բարև ձեզ Նոնա ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք, ժամանակ գտաք, որպեսզի զրուցենք միասին Ֆրանսիայի ձեր կյանքից։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Դե եկեք սկսենք, պատմեք մեզ, թե ինչպես հայտնվեցիք Ֆրանսիայում, ինչու հատկապես հենց Ֆրանսիա, որոշեցիք տեղափոխվեք։ Սկսեմ։ Նախ ծնունդով Արցախցի եմ, մի քիչ ավելի երևի արմատներից կամ։ Ծնվել եմ Արցախի Շահումյանի շրջանի, հյուսիսային Արցախում եմ ծնվել, Շահումյանի շրջանում։ Մեծացել եմ Երևանում 1.5 տարեկանից, ամուսնացել եմ Երևանում եւ ոչ մի ծրագիր, ոչ մի պլան չկար Ֆրանսիա գալու, մինչեւ այն օրը, երբ որ պարզվեց ավեշուտ ամուսնուս տատիկը պապիկը արդեն Ֆրանսիայում էին տարիներով, այս երկրի քաղաքացի էին եւ ամուսինս ամեն բան արեց, որ ինքն էլ ժառանգաբար, այսինքն քաղաքացիություն ստանա, ինքը երեխաները, ու այդ տարիներին, դե 13 տարի առաջ դժվար էր կյանքը, հեշտ չէր, երեխաներին պահել, մեծացնել։ Մի խոսքով մեզ համար դժվար էր, չգիտեմ, եթե գուցե մյուսների համար հեշտ է եղել, բայց մեզ համար այդ տարիներին դժվար էր ու որոշեցինք ինչու՞ չէ, եթե ունենք հնարավորություն, քաղաքացիություն, ընտանիքով տեղափոխվել Ֆրանսիայում ապրելու օրինական կերպով, այսինքն ամեն բան օրինական, հա, ուղղակի օգտվեցինք մեզ ընձեռված հնարավորությունից, այսպես ասած։ Ամեն ինչ թողեցիք ու տեղափոխվեցիք, միանգամից ընտանիքով։ Ամեն ինչ, այսպես ասած, շատ բան չէինք հասցրել ստեղծել ամուսիններով, մենք առանձին էինք ապրում, զավակներ ունեցանք, աղջիկ ու տղա։ Մենք առանձին ինքնուրույն ոչ մի բան չէինք ստեղծել, այսպես ասած, ու թողելու շատ բան չկար։ Ուղղակի մեր ծնողները, այսինքն մեր հարազատները մնացին Հայաստանում, հա։ Մենք եկանք ընտանիքով երկու փոքր զավակների հետ, եկանք Ֆրանսիա, սկիզբը Լիոն եկանք, 2 տարի Լիոնում ապրեցինք։ Վերջը տեղափոխվեցինք Վալանս, քանի որ իմացանք, որ փոքրիկ կոկիկ հայկական քաղաք է։ Հեշտ հարմարվեցիք սկզբում, բայց ինչպես? Հեշտ հարմարվեցիք Հայաստանից արդեն որ տեղափոխվեցիք։ Հեշտ նայած ինչ առումով, կյանքի առումով, կենցաղի, ապրուստի առումով, այսպես ասած, հեշտ էր, որովհետև երկիրը մեզ գրկաբաց ընդունեց, նյութապես ամեն ինչով ապահովեց շատ արագ, բայց հեշտ չէր, որովհետև մենք ամեն ինչ թողեցինք ընդեղ, մեր սիրտը, մեր կարոտը, մեր ծնողներին, մենք մեծ, ոնց որ ասած, զոհաբերության գնացինք այս քայլը անելով, բայց մեր երեխաներին ապագայի համար մտածելով մենք գնացինք այդ քայլին, հա, այսինքն հեշտ էր մի առումով, բայց մյուս առումով հեշտ չէր, այդպես, ընդհանուր առմամբ այդ կասեմ, հեշտ լինելու հարցում, այսինքն։ Բայց ինչ պատկերացումներ որ ունեիք, որ ասեն գիտեիք, հա, իբրև Ֆրանսիա եք գնում, հեսա ավելի լավ կյանք կսկսվի կամ ավելի լավ տեղ եք գնում, հենց տենց էլ ոնց պատկերացնում եք, տենց էլ եղավ, թե ամեն դեպքում հիասթափություններ ունեիք, թե ժամանակի ընթացքում ոնց որ հարթեցվեց ամեն ինչ։ Չէ, քանի որ ես նշեցի, որ մենք արդեն եկել էինք որպես քաղաքացի, այս երկրի լիիրավ քաղաքացի, եւ մեզ հիասթափություններ չունեցանք, քանի որ ամեն ինչ մեր համար շատ լավ էր։ Մեր համար ի տարբերություն այն կյանքը, որ մենք ունեինք Հայաստանում եւ ստեղ, մեր համար այս երկիրը մեզ գրկաբաց ընդունեց ու ամեն բանով ապահովեց, այսինքն նյութական այն ամեն մանրուքից, չհաշված բժշկական ծառայությունները, ամեն ինչը, ինչը որ Հայաստանում հասանելի չէր, այդ ժամանակ ամենայն դեպս, հիմա ավելի լավ բաներ ենք լսում Հայաստանից, ուրախանում եմ, որ Հայաստանում ապրող իմ հարազատները գուցե թե հիմա ավելի լավ են, բայց այն տարիներին իրոք շատ բարդ էր։ Դուք ինձանից լավ գիտեք այդ խնդիրները, ես չեմ ուզում անդրադառնամ, կարիքը չկա, բայց իրականում թե կենցաղային առումով, թե բժշկական առումով մենք մեզ ամեն ինչով ապահով էինք զգում եկած օրվանից։ Հիասթափություններ չենք ունեցել, քանի որ դժվարություններ չենք ունեցել, այն տեսակ դժվարություններ, ինչպես որ ունենում են այն մարդիկ, ովքեր թուղթ չեն ունենում, ապրելու իրավունք չեն ունենում, նրանց անցած դժվարությունները մենք չենք անցել, փառք Աստծո, քանի որ ինչպես նշեցի, լիիրավ քաղաքացի ենք եկել որպես։ Իսկ լեզվական խնդիրները, հատկապես երեխաների համար, եթե փոքր էին, մանկապարտեզ, դպրոց,
Թե ամեն ինչը հայկական համայնքի ներսում էր, արդեն մեկը հայերեն լեզվով էր ամեն ինչը։ Չէ, լեզվական խնդիրները այսպես է, լեզվական խնդիրները երեխաները շատ չունեցան, քանի որ Հայաստանում արդեն 1-2 տարի գնացին ֆրանսիական մանկապարտեզ։ Ունենալով ֆրանսիական փաստաթուղթ անձնագիր այս երկրի Հայաստանում գործում է մինչև հիմա էլ կա ֆրանսիական մանկապարտեզ, որը որ դեսպանատան հովանավորության ներքո է, իմ երեխեքը առիթ ունեցան համարյա 2 տարի գնալ մանկապարտեզ, ծանոթանալ այս երկրի ամեն ինչին, լեզվին, որտեղ ամեն բան ֆրանսերենով էր այնտեղ ընթանում, հա, երեխաները առանձնապես դժվարության չհանդիպեցին, եւ հետո ասեմ ձեզ երեխաները շատ հեշտ են ինտեգրվում։ Շատ հեշտ է լեզուն սովորում։ Փոքր ենքան լավ։ Քանի որ փոքր էին, 4.5 տարեկան աղջիկս էր, 4 տարեկան աղջիկս այստեղ լրացավ, տղայիս էլ 6 տարեկան է։ Իրանք իրոք շատ փոքր էին, իրանց համար շատ հեշտ էր։ Այ մենք ամուսիններով այդ առնչվեցինք այդ հարցին, բայց փառք Աստծո ես անգլերեն գիտեի ու ճիշտ է այս երկրում անգլերեն խոսել առանձնապես չէ սիրում, իրանք ուզում են դու իրանց լեզվով խոսես, բայց էլի այս անգլերենը որ ես գիտեի, ահագին մեզ օգնեց, սկիզբը ամեն բան անգլերենով արեցինք։ Եվ ընթացքում ասեմ, որ ես էլ ամուսինս էլ շատ նախանձախնդիր էինք այդ առումով, աշխատասեր, լեզուն սովորելու առումով, շատ արագ մենք լեզուն սովորեցինք, եւ հետո մենք մի հատ հոգեվորական մեզ խորհուրդ տվեց, մենք ապրում էինք սկիզբը, երբ որ մենք տեղ չունեինք, ապրում էինք Լիոնի հայ առաքելական եկեղեցում, մի հատ շատ լավ հոգեվորական ունենք, Հայր Կարապետը, որը մեզ շատ սիրով գրկաբաց ընդունեց, մի 2 ամիս մեզ պահեց իր մոտ, մինչև մեզ տեղավորեցին։ Ինքը մեզ խորհուրդ տվեց, ասեց, եթե այս երկրում ուզում եք լիարժեք մարդ զգաք, կայանաք, աշխատեք եւ ձեզ չկորցնեք, մոռացեք հայկական հեռուստատեսություն, հայկական ալիքներ, ամեն ինչ 2 տարի ընդամենը ասեց, շատ չեմ ասում, մոռացեք, սովորեք լեզուն, հետո նոր արդեն ամեն ինչ լավ կլինի։ Ու իրոք մենք շատ նախանձախնդիր ենք այդ հարցում եւ հետևեցինք մեր սիրելի Հայր Կարապետի խորհրդին։ Ու փառք Աստծո երկուսս էլ արագ ինտեգրվեցինք այս երկրին, թե համակարգին, թե լեզվի առումով։ Բայց հետաքրքիր է, որ 2 տարի, ասենք, ընդհանրապես ոչ մի հայերեն բան չլսեցին, հատկապես երեխեքը բան, այդ ինքնությունը ոնց որ չի բանանում, կորում էլի, ասենք, երեխեքը հիմա հայերեն մաքուր խոսում են կամ չգիտեմ, մեր մշակույթի հետ կապված բան, ինչ որ բանի չի խանգարել այդ ամենը, թե ոնց կանք, տենց էլ կանք, էլի։ Հասկանում եմ հարցը ինչա, ես ինքը ի նկատի ուներ հենց հեռուստատեսություն, այսինքն երբ որ ունենաք, ասեց հայկական հեռուստալիքներ չմիացնեք, միայն ֆրանսերեն լսեք, որ լեզուն արագ սովորեք, հա։ Երեխաների առումով դե Լիոնում չէ, արդեն 2 տարի է ընդամենը այնտեղ ապրեցինք, շատ բան չգիտեինք, բայց ճիշտ այն ժամանակ երբ որ եկանք Վալանս արդեն, մենք այստեղ ունենք հայկական դպրոց, հայկական եկեղեցիներ, հայկական երաժշտական դպրոց, իմ երեխեքը 5 տարի եւ ավել հաճախեցին, թե երաժշտական դպրոց, թե հայկական դպրոց շաբաթօրյա ասեմ, շաբաթը 1 օր էր, ամեն շաբաթօր ունեինք Դավիթյան դպրոցը հայ առաքելական եկեղեցում կից, մեր շատ սիրելի Տեր Անդրանիկի ղեկավարությամբ, հա, մենք մեր երեխաները հաճախում էին այդ դպրոցը եւ եկեղեցին եւ հայ ավետարանական եկեղեցին, այսինքն ես իրանց ամեն ինչով այդ շրջապատեցի հայրենով, պահել եք էլի։ Մեր տանը ճաշասրահում միջև հիմա պահում եմ, ես սիրուն, ասինքն նկարչության բան ունեմ, մի քիչ շնորհք ունեմ, այդ թռչնագիր հայերենը ամբողջ այբուբենը գրեցի ու ճիշտ բազմոցը դրված է, բազմոցի առջևի պատին փակցրեցի, որ երեխեքս նստեն ուղիղ տեսնեն այբուբենը ու այսինքն ամեն օր ամեն ինչ այդ իրանց աչքի առաջ էր, մենք կարդում էինք Աստվածաշունչ հայերենով, քննարկում էինք հայերենով, ես մաքսիմում ամեն բան արեցի իրանց այն տարիքում, այսինքն երբ որ դու կարող ես իրանց կրթել այդ ամեն ինչը տալ, քանի դեռ փոքր են, ես իմ կողմից ամեն բան արեցի, հայերեն մաքուր խոսում են, կարդում են, գրում են, ճիշտ է, շատ առիթ չունեն գրելու, այսինքն կարդալու, բայց խոսում են, բնականաբար խոսալու, տանը աշխատում ենք հայերեն խոսել, ինչքան էլ որ ֆրանսերեն բնականաբար խառնվում է այդ լեզուն չենք կարա, այսինքն մի երկրում որ ապրում ես, Շուշան ջան, դու ինքդ քեզ հարգելով պետք է տիրապետես երկրի լեզվի, դա շատ կարևոր է, ասեմ, դա շատ ամեն դեպքում դուք էլ որ խոսում եք, ոնց որ չզգացվի, որ արդեն 13 տարի մի բառ չկար մեջ, էլի, որ ասեի, վայ, ոնց որ ստեղի հայ չլինի, զգացում է, որ Սփյուռքի հայ է, էլի։ Հա, տեսակ դու խոսում եք։ Բայց հիմա եթե ինչ-որ մի ֆրանսիացու հետ ֆրանսերեն խոսեմ, նա էլ կասի, վայ, ընդհանրապես ակցենտ չունես հայերեն։ Իրականում փառք
այդ լավ բան կարողացել ենք մենք այն էլ պահել, մյուսն էլ սովորել։ Չէ, ուղնուծուծով հայ ենք այնպես որ շատ լավ է։ Չկորցնենք էլի մենք մեզ ամեն դեպքում ու էլ որ լինենք։ Չէ, երբեք երևի դուք իմ էջ ուսումնասիրելով իմ գործունեությունը տեսնելով երևի էլ հասկացաք, որ կորցնել չես կարող, այսինքն ես չկարողացա, ես ապրում եմ այդ ամեն ինչով։ Եթե ես այդ ամեն ինչով չզբաղվեմ, չանեմ, ես իմաստը չեմ գտնում ապրելու, այսինքն այս երկրում ինձ շատ դժվար է, անձամբ ինձ ես դժվարանում եմ։ Այնպես որ համաձայն եմ ձեր հետ շատ։ Իսկ կարոտը, ասենք սկզբում գնացիք, պարզ ավելի շատ էիք կարոտում, բայց ամեն դեպքում 13 տարվա մեջ այդ կարոտի ուժգնությունը կամ հասկամաս թուլանում է, թե ոնց սկզբում էիք կարոտում ամեն դեպքում հարմարվեցիք, դե հիմա այնքան որ գիտեք, որ տեսազանգով բարեկամների հետ շփվում էիք։ Կարոտը միշտ կա։ Կարոտը ասեմ, ես Հայաստանից էլ արդեն շատ կարոտներ ունեի իմ սրտում։ Ես ինչ համար նշեցի, որ ես ծնունդով Արցախցի եմ, տարիներ առաջ, երբ որ Հյուսիսային Արցախը հանձնվեց, մեր հարազատները փախան, այսինքն եկան Հայաստան ու հետո գնացին Ռուսաստանները տարբեր երկրներ, ասեմ, այն ժամանակ շատ լավ գիտեք, որ այս on-line կապը չկար, ու սենց չէինք կարող նստենք իրար տեսնեինք։ Ես անձամբ իմ տատիկին 18 տարի չտեսա, իմ սիրելի այն, որ իմ համար թանկ հարազատ մեկն էր, 18 տարի չտեսա, ինքը մահացավ գնաց, հետո նորես ամեն ինչը աշխարհ եկավ, ի հայտ եկավ այս կապի միջոցները, այսինքն կարոտը միշտ ա եղել մեր սրտում, իմ սրտում անձամբ, ու հիմա էլ կա, քանի գնում ավելի խորանում է, բայց գիտեք ինչ, ես հասկանում եմ, որ եթե ես իմ ընտանիքով մենք չտեղափոխվենք Ֆրանսիա, գուցե մենք չգիտեմ ինչ վիճակի մեջ կլինեինք այսօր Հայաստանը, մենք ուր հասած կլինեինք, այսինքն այսօր դուք երևի կարող ասենք ֆիզիկապես մարդը նույնիսկ գոյություն չունենար, եթե չստանար բժշկական օգնություն, առողջական շատ հարցեր կան, որ իրոք կենաց մահու հարցեր կան կյանքում, որ դու արդեն մի կողմ ես դնում էմոցիաներդ, դու մի կողմ ես դնում, դու նախընտրում ես, դու առաջնահերթ ես դարձնում կյանքդ, քո զավակների կյանքը, քո կյանքը, այսինքն որ դու կարողանաս առողջ լինես, զավակների պահես, մեծացնես, մնացածը արդեն ժամանակի ընթացքում թե համակերպվում ես մի քիչ, թե նաև դե գնում ենք, գալիս ենք, այսինքն գոնե ոնց էլ չնի 2 տարին մեկ գնում գալիս ենք, բայց կարոտը միշտ կա։ Կարոտը միշտ կա, ես չգիտեմ, եթե այդ կարոտից հնարավոր է բուժվել կամ ազատվել, չգիտեմ, ինձ համար շատ դժվար է անձամբ, այդ թեման իմ համար սառեցված, թաքցրած մի հատ սրտիս խորքում, հետո է։ Թաքուն անկյունում։ Չմոտենալ իրան, որովհետև ցավալի է։ Ինչն եք ամենաշատը կարոտում, բայց հայրական օջախը, ձեր տունը երևի, չէ՞։ Եթե հետ դառնամ այն կարոտներին, որ մինչև Ֆրանսիա գալը արդեն ունեի, այդ կարոտում էի իմ մեր հարազատ գյուղը, այսինքն Արցախում, կարոտում էի այդ մանկությունը, որ տարին գոնե 1-2 անգամ գնում էինք հարազատներին այնտեղ տեսնելու, կարոտում էի այդ Արցախի լեռները, ամեն ինչը, այդ ամեն ինչը կարոտում էի դեռ Հայաստանում։ Հայաստանից Ֆրանսիա գալուց հետո էլ արդեն իհարկե կարոտում եմ հարազատներիս, կարոտում եմ մորս, ամեն ինչ ես կարոտում, բայց տեսնելով երեխաներիս կյանքը, երեխաներիս կայացած լինելը այսօր, այս երկրում, ես հասկանում եմ, որ ես հենց այնպես չեմ մի բանից հրաժարվել, այսինքն ես վճարել եմ ինչ-որ մի բանով ունենալու համար մեկ ուրիշ բան։ Ոչինչ, թող ես տուժվեմ, թող ես տանջվեմ, այսինքն այս տեսակ եմ ես մտածում, ասում եմ ոչինչ, բայց ի վերջո երեխաները
կայանան ու լիարժեք կյանք ունենան, չնայած էլ եմ ասում, վստահ եմ, որ հիմա Հայաստանում շատ բան է փոխվել ու կյանքը լրիվ ուրիշ է, բայց ցավոք սրտի մենք առիթ չունեցանք այդ ամեն ինչը վայելելու, մեր կյանքը կայացավ այստեղ, մեր երեխաների կյանքը նույնպես ու 13 տարին քիչ ժամանակ չի, այսինքն չես կարող հետ վերադարձնել ու ինչ որ փոխել ամեն։ Միայն եթե երեխաները վաղը միսօր իրանք ցանկանան որոշեն ինչ որ բաներ անեն, դա արդեն կլինի իրանք անձնական որոշումը։ Կա նպատակ, բայց իրենց մոտ դե դուք հա կունենաք ամեն դեպքում որ պահ լինի կվերադառնաք ինձ թվում է, բայց երեխաները ոնց արդեն իրանք տեղի ապրած մարդիկ են, չէ՞։ Գիտեք ինչ, Շուշան ջան, վերադառնալը այսպես ասեմ, եթե նայենք այսօր Հայաստանի բնակչությունը եւ դրսում ապրող հայերի քանակը, Հայաստանի բնակչության քանակը եւ դրսում ապրող հայերի քանակը, բնականաբար չեն կարող բոլորը վերադառնալ, որտեղ տեղ էլ չի լինի Հայաստանում։ Մենք շատ ենք, իսկապես շատ են դրսի հայերը։ Այսօր ես չեմ մտածում ճիշտ ասած վերադառնալու մասին, երեխեքս էլ չեն մտածում առայժմ, բայց փորձում եմ ես ինքս անձամբ օրինակ լինելով իմ ընտանիքին, իմ երեխաներին հայ մնալ եւ նաեւ այստեղ ապրող հայերին, ախր էս էլ է շատ կարեւոր, որ հավատացեք, որ ամեն մի հայը չի, որ կարողանում է այդ իր հոգևոր մշակութային սովը ինքնուրույն, ոնց ասեմ, ինքը իրան պահել ու կերակրել։ Շատ հայեր կան այստեղ, ցավալի վիճակներ կան այստեղ, հայեր կան, որոնց համար, ասենք, չեմ ուզում անձնական, որը հայ են։ Մարդիկ կան, որոնք միայն հացով են ապրում, ցավոք սրտի, ֆիզիկական հացով։ Ու որպեսզի նրանք էլ չկորչեն, ոնց որ ասած, կարևոր է, որ այդ մարդկանց մեջ լինեն հայեր, ասենք, ովքեր որ այդ հոգևոր մշակութային այդ ամեն ինչը իրանց հետ կբերեն։ Ես անձամբ ինքնուրույն իմ համեստ հնարավորությունների սահմաններում աշխատում եմ լինեմ մի այդ տեսակ հայ, որին մարդիկ տեսնելով կհիշեն, որ իրենք էլ հայ են կամ քրիստոնյա են, ինչ ասեմ։ Երևի ընդհանուր առմամբ հասկացաք ինչ եմ ուզում ասեմ։ Այսինքն դրսում լինելն էլ կարևոր է այսօր։ Այսօր դրսում, որովհետև շատ հայեր ունենք այսօր դրսում, որովհետև եթե դրսում չլինեն այն մարդիկ, ովքեր որ կբերեն այդ ամեն ինչը այստեղի հայության մեջ, այստեղի հայությունն էլ արդեն ինքը լուծվելու, տարալուծվելու, ես ասեմ, կրոնը նույնիսկ քրիստոնեությունը կորցնելու վտանգն է այսօր շատ մեծ, իրական է վտանգը, այսինքն։ Այնպես որ կարծում եմ այստեղ էլ գործ կա անելու շատ մեծ այդ առումով ու ապրելու նաև ու անելու գործելու շատ մեծ կարիք։ Որ ասում են ոչինչ պատահական չի լինում, էլ ուրեմն պետք է հայտնվեիք այդտեղ։ Ձեզ նման եթե 100 հոգի էլ լինի, ձեր ասած գոնե այդ մարդիկ ովքեր որ հեռանում են ոնց որ մեզանից մեր հայ լինելուց, միգուցե ինչ որ պահի իրանք էլ սթափվեն կամ օրինակ եք ծառայում իրենց։ Եթե գոնե չսթափվեն, գոնե իրանք այդ հոգու սովը, այդ մշակութային սովը, քաղցը, բավարար որտեղ ու դա արդեն մեծ գործ կլինի, չի մեռնի իրանց հոգին, այսինքն չի մեռնի իրանց մշակույթը, չի մեռնի։ Հիմա ինչ համար եմ այդ ժողովրդական երգը այսքան խոսում, ես հավատացեք չեմ կարող լրացնել։ Ես ինքս պրոֆեսիոնալ երգչուհի չեմ, շնորհք կա իմ մոտ ինչ որ կա, երգում եմ ամեն Կիրակի հայավետարանական եկեղեցում, բայց այս ժողովրդական երգը գուցե եւ ես մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ Երևի կարոտն էլ իր անելիք արեց այս հարցում ու մի քանի առաջ իդեպ լսում էի Օֆելիա Համբարձումյանի հարցազրույցը տարիներ առաջվա
ու ինքը ներկայացնում էր, որ ինքը ապրելով Ռուսաստանում իր մեջ կարոտ այնքան մեծ էր Հայաստանի հանդեպ, որ ինքը դարձավ ժողովրդական երգչուհի։ Նույն ճանապարհով եք էլի գնում։ Ճիշտ է, ես Օֆելիա Համբարձումյան չեմ դառնա երբեք, հեռու եմ այդ տաղանդին, այսինքն չեմ հավասարվի երբեք, բայց համենայն դեպս շատ նման էր այդ ամեն ինչը, ասեց, ու ես հասկացա, որ կարոտը կարա քո մեջից վեր հանի այդ հայությունը, ինչ որ դու Հայաստանում ապրելով դու չես զգում։ Ես երբեք այսքան հայ չեմ եղել, ապրելով Հայաստանում, ինչքան որ հիմա ես այսքան հայ եմ։ Ես հասկացա բացարձակ ճշմարտությունը։ Որպես հին արդեն երկար տարիներ եք ապրում, ու մեկ էլ նորեկները, որ գալիս են, միշտ այնց տարբերություն են, չէ՞, դնում նոր գնացողները ասում են, այն հին ապրածները ուրիշ ձև են իրանց պահում, նորերին ոնց որ չընդուnen, նորերին անուն են դնում։ Կա, չեմ բացառում, տեսնում եմ, որ կա, նու ինքս փորձում եմ այդպեսին չլինեմ։ Ես ասեմ, դա գալիս է մարդու ներքին բարոյական արժեքներից, այսինքն դա հնի ու նորի հետ կապ չունի, քո մարդ տեսակից էլ է գալիս մի քիչ այդ ամեն ինչը, բայց իրականում նորերն էլ երևի ինչ որտեղ որ գալիս են, մարդիկ որ նոր են, որ գալիս են, գուցե չգիտեմ, շատ ակնկալիքներով են գալի, մտածելով որ այստեղ ապրող հայերը, այսինքն ամեն ինչը լավ լինի, բայց իրանց չի հետաքրքրում ու ընդհանրապես երևի չեն էլ մտածում, տեսնես այս մարդիկ ինչ ճանապարհ են անցել, որ այսօր այս ապրում են այս կյանքով, այսինքն, ու որ ներկայացնում ես, երբ որ մարդուն ասում ես, գիտես, ես քեզ կարող եմ օգնել, այսինքն այն հարցերով ինչ որ կարող եմ, հա, բայց խորհուրդ կտամ նաև, որ ինքդ էլ դու լեզուն սովորես, ինքդ էլ ձգտես, ինքդ էլ, այսինքն, ինչքան էլ մարդուն օգնես, դու պետք է դրթես, որ ինքը ինքնուրույն դառնա, որովհետև շատերը կան, որ տարիներով ապրում են, ասեմ, ես ինքս եմ տեսել ու զարմացած եմ 20 տարով, 30 տարով ապրող հայեր կան եւ ոչ միայն հայեր, այլ ազգիներ են նաեւ, որ ֆրանսերեն չեն խոսում բացարձակ, չեն հասկանում։ Դու չես կարողանում ֆրանսերեն իրանց հետ հասարակ զրույց ունենաս։ Անկախ քեզանից հարց ես քեզ տալիս, մարդիկ ինչով են զբաղված եղել այս տարիների ընթացքում, ստեղ։ Հա, ինչ եք դու կարել, այսինքն միթե ձեր մեջ այդ բանը չի եղել նախանձախնդրությունը, լավ ես լեզուն խոսամ, սովորեմ, որ մի հատ գոնես ֆրանսացիներին բացատրեմ, ես ով եմ, ինչ եմ, հասկանում եք, ինչ որ ինքնասիրության հարց էլ կա մի քիչ, էլի, ուզում եմ ասեմ։ Դրա համար ասածս ինչ է, որ խնդիրը երկկողմանի է, խնդիրը նորեկացների, հիների մեջ չի, բայց ես անձամբ որպես նու ոչ շատ հին, 13 տարի չեմ համարում ոչ շատ հին, բայց ես հնարավորության սահմաններում թարգմանությունով, հյուրասիրությունով, այսինքն ամեն ինչով ինչ որ կարողանում եմ, ես ձեռք եմ մեկնում, նորմալ եմ գտնում, դա մարդկային է, դա ինչ որ հնի նորի ոչ մի բան չունի իր մեջ իմ կարծիքով։ Para
Հայ համայնքը այդտեղ լավ միասնական է, չէ՞, ոնց որ եկեղեցու դերն էլ ամեն դեպքում կապ ունի։ Եկեղեցին ոնց որ թե միայն եկեղեցի լինի, այլ մշակութային բանով է, չէ՞։ Թեկուզ տեսեք դուք երգում եք եկեղեցում, ոնց որ ամեն մեկին մի ձև կանչի դեպի իրան, էլի, չէ՞։ Բացասական բաներ շատ կան, բայց ես ինքս իրականում, այն որ խոսքա չէ, որ ասում եմ բացասականը մի փնտրիր, ինքնուրույն արդեն ինքը իրան ցույց կտա, դու դրական է փնտրի։ Ես անձամբ իմ տեսակով փորձում եմ լավը տեսնեմ, փորձում եմ միաբանեմ բոլորին իմ ապրելակերպով, տարբերություններ չդնեմ ու ակտիվ քննադատում եմ տարբերություն դնողներին։ Ակտիվ եմ քննադատում, որովհետև չեմ ընդունում բացարձակ։ Կան այդ բաժանումները, շատ միաբան չեն ասեմ, բաժանություններ կան, բայց կան մարդիկ, ովքեր որ դեմ են այդ բաժանություններին ու այդ մարդկանց շնորհիվ իրոք լավ մարդիկ կան, ովքեր որ հենց իրանք ապրելակերպով, իրանք մտածելակերպով միաբանում են, միաբանություն են բերում ու ասեմ ձեզ, որ դա շատ մեծ ուժ է։ Պետք չի նայել բացասական բաներին, ամենտեղ կան բացասական բաներ։ Այստեղի համայնքն էլ զերծ չի այդ բացասական բան, մարդ ենք, ամենտեղ նույնն ենք։ Բայց լավ մարդիկ կան, խելացի, կիրթ, հոգևոր մարդիկ, ովքեր որ իրոք իրական արժեքների դավանողներ են այս կյանքում ու կարողանում են ճիշտ կողմնորոշվել նման իրավիճակներում, շատ ողջունելի է իմիջայլոց այդ տեսակ մարդկանց հետ եմ փորձում շփվել, ինքս փորձում եմ լինել այդ տեսակ։ Եվ նաև ակտիվ քննադատում եմ հակառակ տեսակետը։ Հայերի, ֆրանսիացիների մոտ հայերի հետ կապված ինչ կերպար է ստեղծվել, որ մենք ես իմ ստեղ ոնց որ տարբեր է, չէ՞, մեկ ասում են հայերը սիրալիր են, հետո մեկ ասում են հայերը մունաթով են, կամ ասենք Ռուսաստանում ասում են հայերը դեն եսի միջ 4-րդ գործանողն են, 4-րդ կարգի գործանողն են։ Այդտեղ ոնց ենք մենք որպես լավ կերպարով ենք առաջ գնում, թե ամեն դեպքում էլի ոնց որ մեր կերպարը լավ է ստեղծված, թե ամեն դեպքում ֆրանսիացիները մեզ վերաբերում են ոնց որ դե օտար ենք, այն ամենասովորական բանն ենք, էլի ազգերից ենք, որ եկել ենք փոքրամասնություն։ Չէ, երևի ասեմ ձեզ, Ֆրանսիան այն երկիրն է, որ հայերի հետ կապը շատ ուժեղ է դեռ ցեղասպանությունից ի վեր, գիտեք, այսինքն 10-ից այս կողմ հայերի հետ կապը շատ ուժեղ է եւ նաեւ հայերը շատ սիրված են այս երկրում։ Ընդհանուր առմամբ հայը չեմ անդրանում, այսինքն տեսակների մեջ հայը այս երկրում շատ սիրված եւ հարգված է թե կառավարության կողմից, թե հայերը նկատում քաղաքապետարանների մակարդակով, օրինակ մեր քաղաքում բոլոր միջոցառումներին մեր քաղաքապետը ներկա է, պարտադիր են փոքր հայկական մի միջոցառում էլ լինի, որ դու մտածում ես Հայաստանում չկա նման բան, որ քաղաքապետ, այսինքն առաջ չկար, հիմա հուսամ որ կա, այսինքն հիմա սկսել են մարդիկ ավելի ուրիշ կերպ մտածել, բայց այստեղ շատ հարգված է հայկական համայնքը, մենք ունենք, ասեմ ձեզ, ֆրանսիացիները մեզ ինչպես են գնահատում, նախ շատ աշխատասեր, շատ աշխատասեր, ստեղծող, արարող ժողովուրդ, երևի միակ ազգն ենք, որ այս երկրում այսքան ջերմ ընդունելության ենք արժանանում, մեր աշխատասիրությամբ, մեր բարոյական կերպարով, բարոյական։ Ես շատ եմ գնահատում, ես գալով Ֆրանսիա ապրելով այս երկրում 13 տարի, եկա այն գաղափարին ու ստորագրում եմ այդ իմ բառերի տակ, հայ կնոջ նման, ստեղծարար, ընտանիքասեր, կին չկա աշխարհում, չկլացի, իրեն հետևող, թե արտակնապես, թե վատերը կան, շատ քիչ է, հիմնականում հայ կինը, չգիտեմ ինչի կնոջ վրա եկա հիմա, հայ կինը հիմնականում հիացմունքի արժանանում այս երկրում, իր ամեն ինչով, մենք շատ գնահատված ենք, որտեվ չկա իրանց մոտ այս ամեն ինչը, իրանց մոտ կանայք, չգիտեմ երբեմն մեր տղամարդիկ էլ են ավելի բարձր քան իրանց կանայք այդ առումով, իմ կարծիքով, ճիշտ է, լավերն էլ կան, բայց հայ կնոջ նման կին, չգիտեմ, ես եկա այդ գաղափարին ապրելով այս երկրում, իսկ ընդհանուր առմամբ հայի կերպարը շատ դրական է այս երկրում, չգիտեմ, ես ինձ շատ լավ եմ զգում որպես մարդ այս երկրում եւ որպես հայ այս երկրում, շատ սիրված, շատ հարգված եւ ընդհանուր առմամբ էլ որպես մարդ, գիտեք արդեն մարդու իրավունքների երկիր է, դու քեզ լիարժեք մարդ ես զգում, թե որպես կին
դու կին ես քեզ լիարժեք ես զգում, երեխադ իրեն լիարժեք ես զգում, ամուսինդ իրեն լիարժեք, այսինքն բոլորը անհատական պաշտպանված են այս երկրում։ Ամեն ինչ իր տեղում է։ Ինչպես։ Ամեն ինչ իր տեղում է, էլի։ Ամեն ինչ իր տեղում է։ Մենք պաշտպանված ենք նույնիսկ մեկս մյուսից, այսինքն սխալներից մեկը մյուսի։ Օրինակ, շատ կան, չէ, հայ ընտանիքներում շատ ցավալի դեպքեր կան Հայաստանում, այսինքն ընտանիքներում շատ կան, որ երեխաները պաշտպանված չեն իրաց ծնողների դաժանություններից, իրաց ծնողների սխալ քայլերից, մայրերի լինի, հայրերի լինի, բայց այս երկրում երեխան պաշտպանված է։ Երեխան այս երկրում, եթե իր ընտանիքում իր վատը զգա, ինքը գիտի ուր դիմի, ինչ անի, ու ով իրան կպաշտպանի, այսինքն այդ առումով մենք այս երկրում թե որպես մարդ ենք մեզ լիարժեք զգում, թե որպես հայ եւ սիրված եւ հարգված հարգանքի արժանի չէ, իսկապես Ֆրանսիան ես շատ սիրում եմ այս երկիրը, շատ սիրում եմ, հա, իրոք, այնպես չի որ ստիպված ենք ապրում, հաճելի է այս երկրում ապրելը։ Շատ ուրախ եմ, որ գոնե որ Հայաստանում չեք ապրում, ձեր ասած որ կարոտը մեկա խեղդում է այնտեղ, թաքցրած մնում է, գոնե կյանքը հիասքանչ լինի, էլի որ ամեն դեպքում մի կյանք ենք ապրում, իմանանք որ հաճելի է անցնում, ոչ թե որ զորով կամ չգիտեմ, իմանանք որտեղ լավ չի ընդունվում հայը կամ չգիտեմ, էլի։ Լավ չընդունվեր միանշանակ երևի չկարողանայինք ապրեն, չէ։ Ամեն քայլափոխի հայկական ազգանուններ, ամեն քայլափոխի հայկական խանութներ, ամենուր եք հայեր, մանավանդ Վալանսում փոքրիկ քաղաք է, այս մեր քաղաքը շատ հայկական քաղաք է, քաղաքապետարանի աշխատողները հայեր, մեծ հարգանք ու սեր ենք վայելում։ Իսկ այդ որ զանգվածային ցույցեր ա լինում Ֆրանսիայում անընդհատ, չէ, ես ինձ վառում են ինչ-որ շենքեր են, ինչա կատարում, այդ մեր հայ համայնքը այդպես բաների մասնակցում է, թե միշտ ոնց որ աջ կողմ քաշված, հակած ոնց որ բանի մեջ չընկնի, թե ամեն դեպքում մեկա տուժվում են հայերը այդտեղ։ Գիտեք ինչ, ֆրանսիացիները, ես ֆրանսիացի հարևան ունեմ, ճիշտ իմացես հարևանն է, որ միշտ իրար հետ շփում ունենք, ելումուտ ունենք, շատ դժգոհ ազգ են, շատ դժգոհող են, ամեն բանից դժգոհ են, ամեն բանից։ Նախ շատ աշխատասեր չեն հայի նման, այսինքն իրանք սիրում են շատ հանգստանալ, արձակուրդներ գնալ, ոնց որ ասած, ու ամեն ոնց ասեմ, իրանք եթե կարան ուտեն 10 ձևի պանիր, par exemple, ֆրանսերեն, տեսակ ֆրանսերեն եկավ արդեն։ Եթե կարող են, ասենք, 10 տեսակ պանիր դնել սեղանին ու այսօր չեն կարողացել այդ 10 տեսակը դնել 9 տեսակն, հա, իրանք դուրս են գալիս ցույցի։ Այդ ժողովրդավարության արդյունքն է, երևի ամեն դեպքում։ Իրանք կյանքը այնքան լավ ա եղել տարիներ առաջ։ Շատ լավ են ապրել։ Այդ պանրի տեսակները, հացի տեսակ, մյուսը շատ տեսակ են վայելել այս մարդի կյանքը ու իրանց համար հիմա եթե մի բան պակասում է, ոնց իրանց համար դա բողոքի առիթ է, բողոքի ակցիա ու բայց այդ ասեն վառողները կամ ինչ որ բաները դրանք զուտ չնայած ֆրանսիացիներն են անում, բայց հիմնականում կան մասսաներ, ովքեր օգտվում են այդ առիթից, այդ ցույցի առիթից, խառնաշփոթի առիթից, սկսում են խանութները վառել, ջարդել, գողություններ անել, այդ հիմնականում երևի արաբներ են ավելի շատ կամ չգիտեմ նույնիսկ եթե ֆրանսիացիքի մեջ էլ կան ախր այս երկրում այնքան ազատ են ապրում այնքան ազատ են օրինակ այդ նարկոտիկներ օգտագործում այնքան ազատ են իրանց բարոյական արժեքները շատ տարբեր է մերից իրանք մեր նման չեն իրանք ընտանիքի գաղափարը չունեն ինչպես ասեմ իրանք հոգևոր չեն աթեիստ են աստծուց հեռու են բացարձակ շատ քիչ են Ֆրանսիայում կան կաթոլիկ են հիմնականում բայց այս նոր սերունդը շատ անհավատ, շատ ապրում են այն կյանքով ինչ որ ուզում են, համասեռամոլությունն է շատ տարածված, այսինքն իրանք ընդունակ են շատ բաների, չնայած իրանց երկիրը համակարգը ամեն բան շատ լավ է, բայց իրանք բողոքող ազգին ու այդ հարևանից համար ինչու ասեցի, այն օր ինքն էլ մեր տաններ ասեց, ախր մենք էլ ազգ չենք, ես ինչա, ամեն ստից բանից բողոքում ենք, ասի հա ճիշտ ես ասում, դուք հեշտ իմացող չեք ասում, բա այդտեղ լրնեք ինչ կանեիք Այնպես որ հայերը չէ, հայերը զերծ են մնում, ես մեկը որպես հայ երբեք չեմ մասնակցել այդ տեսակ բաների, միայն հայերի հետ կապված, ասինքն բաներին ենք դուրս եկել այդ բողոքներին,
որպեսզի պաշտպանենք Հայաստանում հայի իրավունքը, այսինքն այստեղ մեր իրավունքները ոտնահարված չեն, բայց Հայաստանում հենց գիտեք, ինչ որ մի բան լինում է, մենք այստեղ չենք քնում, մենք թուրքը խառնվում է իրար։ Այո, մենք 44 օրյա օրերին ես աշխատում էի, բայց միևնույն ժամանակ աշխատանքից վազում էի տուն, գալիս էի շուշ արագ խմորեղենները պատրաստում էի, վազում էինք եկեղեցու բակում կանգնում էինք, վաճառում էինք այդ ամեն ինչը, գումարները հավաքում էինք, ուղարկում էինք Հայաստան, շատ Հայաստանի համար է ոնց որ ասած ամեն րոպե բանով այդ մտքով հոգով Հայաստանի մասի մտածելով ենք ապրում, այսպես ասած։ Շուշան ջան։ Որ լավ հայկական համայնքում եք ապրում, բայց ամեն դեպքում մեկա ֆրանսիական շուկայից եք օգտվում, թեկուզ բանիրը որ ասեցիք, ստացվում է, որ անընդհատ հայկական ինչ-որ մթերքներից օգտվեք, հայկական ինչ-որ ձեր սիրտ ուզով, ոնց որ հայկականից օգտվեք ամեն դեպքում, թե ժամանակի ընթացքում արդեն հարմարվում եք, որ չէ, ինչքան էլ հայկական բանիր վերցնենք կամ եսիմ ինչ անենք, մեկը ստեղի միսը ոչ ենք կարող հայկական վերցնենք կամ չգիտեմ, հարմարվում եք ու անցնում առաջ։ Ինչը որ հնարավոր է հայկական ունենալ, դե հայկական է բոլորիս տներում։ Բանրից սկսած, մենք նույնիսկ մեր անձնական ասելով կոպիտ կլինի, մենք ունենք հայ տիկիններ շատ շնորհքով, ովքեր որ բանիր են սարքում ու բերում են բոլոր քաղաքներով, վաճառում են, մենք առնում ենք։ Այսինքն Ինչը որ կարող է լինել հայկական, մեր տներում հայկական պահածոներ, լավաշ թխողներ կան, որոնք թխում են լավաշ, մենք պարտադիր առնում ենք, մաքսիմում ամեն ինչից հայկական օգտվում ենք, ինչը որ հնարավոր չի, միսը օրինակ դե հնարավոր չի հայկական Հայաստանից մսամթերք, հայկականում առնում ենք որտեղից պատահի, կատնամթերք ամեն ինչը, ֆրանսիական, բայց հիմնականում պահածոները երևի ես ասեմ, որ գնում ենք հայկական խանութներն ենք գնում, հիմնականում պահածոների վրա, ես շատ պահածոներ եմ առնում հայկական, Art Food, DJ-Van, չգիտեմ, տարբեր։ Ոչի կտրվեք, էլի ամեն դեպքում։ Խոհանոցում փորձում եք, որ հայկական խոհանոցը պահպանվի իր կերակրատեսակներով։ Անպայման։ Երեխեքիս ամենասիրած ճաշատեսակը տոլման է հայկական։ Թփով տոլման։ Թփով եւ կաղամբով, խմորեղեններից ամեն ինչ ենք պատրաստում։ Մենք փառք Աստծո, Հայաստանից մեզ մայրիկները դենց են մեծացրել, էփող թխող, ստեղծող կանայք ենք ու այդ ամեն ինչը մենք մեր հետ այստեղ պահում ենք։ Օջախի տիկիններ ենք, այսպես ասած, շեն ենք պահում մեր օջախը, հարևանների հետ, մեր հայերի հետ առիթներ ենք ստեղծում, խաշի լինի, խորովածի լինի, հայավարի ենք ապրում, լրիվ հայավարի ենք ապրում։ Մենք օգտվում ենք այս երկրի ուղղակի լավ օրենքներից, ֆինանսական օգնություններից, բժշկական ծառայություն, ինչ որ մեզ պետք է վերցնում ենք, ինչ որ պետք չի, չենք վերցնում, ու ասեմ ձեզ իրանց ենք սովորացնում մերը։ Բայց բժշկությունը, որ ասում են, պիտի ամիսերով հերթ կանգնես, ասենք ինչ որ մի խնդիր չի լինի, որ հիմա Հայաստանում ասենք ցաված ատամը զանգում ենք, պայմանավորվում գնում ենք կամ չգիտեմ, ասենք հասումա գնացինք թոքերը լսեցինք եկանք արխայնացանք, դեռ այդպես չի, չէ՞, ոնց որ ինչ որ երկար պիտի սպասեք, հերթերը շատ է, թե հեշտ է ամեն դեպքում։ Նույնը, օրինակ աչքի բժշկի հետ եթե հանդիպում ես ուզում վերցնես, ասենք մի 6 ամիս առաջվանից դու քո հանդիպում պիտի վերցնես, օրինակ, տենց ասում են։ Բայց Իսկան տարի ստեղ ապրել եմ, անկեղծ ասած, նման խնդիրները չեմ առնչվել, չգիտեմ, թե շատ բան են ասում, բայց ես անձամբ, ես ապրելով այստեղ իմ կյանքը ներկայացնեմ, խնդիրներ չեմ ունեցել, ունենք ընտանեկան բժիշկ, որ երբ որ հանդիպան կարիք ենք ունենում, այսօր զանգում եմ օրինակի համար, ինքը գիտի, որ ես իր տարիների պացիենտն եմ, ես ու իմ ընտանիքը, ինքը ամենաուշը վաղը ինձ տալիս է հանդիպում, դեղերի նույնիսկ եթե կարիքը չունենամ, հարցնում է ինչ կարիք ունեք, ինչ գրեմ, ինչ անեմ, շատ հոգատար, շատ ուշադիր, եթե շատ դեպքեր ա լինում, գնում ես շտաբօգնության տեղ, այսինքն իրանք ճիշտ այնտեղ սպասումը շատ է, քանի որ իրոք շատ իրանք առաջնահերթություն են տալիս, իրոք ասենք եթե մեկը իրոք մահամերձ է եկել, իրան պետք է հասնեն օգնել։ Դու եթե ոտքդ կոտրել ես, գնացել ես, դու կարաս 2 ժամ սպասես, չես մեռնի, էլի դրանից ոնց որ ասես, դու կսպասես։ Բայց մյուսը եթե արյունահոսում է օրինակ, բնականաբար նրան պետք է հասնեն։ Բայց ասեմ ձեզ, որ կոവിഡ്ից հետո համակարգը մի քիչ փչացավ, չեմ թաքցնում, կոവിഡ്ից հետո մի քիչ մեզ բժշկական բժիշկներն են հոգնեցին, մի քիչ կոവിഡ്ը շատ բան փոխեց տեղի, նաև բժշկական համակարգի մեջ, այստեղի
Բայց ընդհանուր առմամբ ես էլի եմ ասում, ես ինքս եկել եմ Հայաստանից, խնդիրներ ունեի, վիրահատել են քանի անգամ, շատ հոգատար հիվանդանոցներում չեմ կարող չշեշտել, ես Հայաստանում նման բան չեմ տեսել։ Հայաստանում հուսամ, որ հիմա կա, բայց չեմ կարծում, որ լինի, ինչքան հոգատար ամեն դեպքում կա Հայաստանում հիմա։ Այն ինչ լավ արդեն ստեղ հիվանդանոցներ չի եւ դե հա երբեմն լինեն բացառություններ, որ բողոքում են, բայց հիվանդանոցում էս դեպքը վատ դեպք եղավ, բան, ուրեմն լավ չէ, բայց այդ մի հատ վատ դեպքով ցումա պետք չի էլի գնահատական տալ, որ շատ մեր ժամանակ, այսինքն օրինակ հասարակ երեխա ունենալու ծննդաբերության հարցերը օրինակի համար հիվանդանոց էիր գնում, չգիտեմ, երևի սիրուն չի խոսալ դրա մասին, բայց իրականում չեմ ուզում, լավ, չանդրադառնամ բացասական բաներին, ինչ որ Հայաստանում եղել անձավի մեջ, բայց տարբերությունը սարեր ձորեր էր։ Համենայն դեպս այն ժամանակ վա Հայաստանի հետ համեմատել։ Հիմա Հայաստանը շատ է փոխվել, ես գիտեմ, ես ինքս հարազատներ են ապրում, ես գիտեմ ու իրականում շատ ուրախ եմ, որովհետև ի վերջո մեր հարազատները բոլորը այնտեղ են ապրում, գոնե իրանց կյանքը լավ լինի հիմա։ Թե չէ, ասենք տարբերությունը իրոք շատ մեծ էր։ Ապահովագրությունը եթե կա, այսինքն դու այդքան շատ քո մաշկի վրա չես զգում, էլի ոնց որ ասած այդ բայց եթե չունես ընդհանրապես եկամուտ, դու պետության հովանավորության տակ ես, իրանք էլ հենց քո ապահովագրությունը վճարում են ու ամեն բան անվճար է։ Ես քանի անգամ վիրահատություններ եմ տարել բացարձակ անվճար, որ եթե անդրադառնամ ինչ գումարներ են եղել, երևի աստղաբաշխական թվեր կարող է եղած լինեն ու շատ իրոք բժշկական համակարգը երևի այդ է շատ մեծ պահում էս երկրում նայել։ Քիչ բան չի էլի, իրոք երբեմն առողջության հետ կապված ծախսերը, որ sense մեկ-մեկ հաշվի ես առնում, բայց էլի եմ ասում Հայաստանում հիմա էլ սոցփաթեթով այդ սրտի ստենդ դնելը այս նոր օրենք ընդունեցին, որ տարիքը իջացրին կամ չգիտեմ, քիչ էլի ոնց որ կամած Ես երևի 50 տարուց մեկ էլ կհասնենք ձեր մակարդակին։ Ուրախ եմ, իսկապես ուրախ եմ, ես ինքս հեռուց հեռու ես տեսնում եմ փոփոխությունները, շատերը որ դժգոհում են մենակ նաև Հայաստանից, ասեմ ձեզ, ես հեռուց հեռու նայում եմ, ասում դե լավ բաներ կա, Հայաստանում ինչքան բաներ փոխվեց։ Հասարակ մի բան չես կարող Հայաստանում փողով վարորդական իրավունք ձեռք բերես։ Ամենամեծ փոփոխությունն է իմ համար։ Իսկ ժամանակի բոլոր վարորդական իրավունքները առնովի էր։ Փողը դուր վարորդական իրավունքը վերցրու, նույնիսկ եթե քշել չգիտես, գնա գլուխդ կեր, քո խնդիրն է։ Այսինքն դա իրականություն է, էլի, եկեք չասենք, որ չի եղել նման բաներ։ Հա մեկը հիմա առանց գումար են վարորդական իրավունքը վերցնում, բայց այնքան շատ են տարատեսակ վարորդները, որ քաղաքը շատ է, էլի, այդ երթևեկության խախտումները ամեն դեպքում շատ է։ Օրինակ այդտեղ տենց բան իսմա չկա, չէ՞, այնքան օրինապաշտ են, ինչքան է շատ լինեն։ Ես ինքս վարորդ եմ այս երկրում, տղաս վարորդ է, ամուսինս վարորդ է, ես շատ հանգիստ եմ այս երկրում քշում, մեր քաղաքում հատկապես, բայց որ Հայաստան գամ, ես կվախենամ։ Նույնիսկ իմ եվրոպական վարորդական իրավունքով ես կվախենամ մեքենա վարեմ, որովհետև այդ ցիրկուլյացիան տեսնելով վախեցնել Անանում ոնց որ ասած, նույն զգացողությունը ունեցանք Աթենքում, Աթենք էին գնացել մի քանի երևի 15-20 օր մի ամիս առաջ, ընդեղ էլ ասեմ ձեզ Հայաստանից սարսափելի է, ավելի վատերը կան, այնպես որ մեզ ուս տանք։ Մի ներվեկա Աթենքը սարսափելի էր մեր համար Հայաստանից բան։ Ասում են, բայց Հունաստանը ոնց որ Հայաստանի նման երկիր լինի, չէ՞, ընդհանուր տենց ոնց որ մշակույթը, նեղից կոլորիտը, չգիտեմ նման է իսկապես։ Հա, Հունաստանում ես ինձ զգում եի Հայաստանում։ Մի շաբաթ այնտեղ մնացինք, մրցույթի էի գնացել, մասնակցեցի միջազգային փառատոնի ֆեստիվալի մասնակցեցի։ Երգի հետ կապված էլի։ Ինչպես։ Երգի հետ կապված էլի։ Հա, երգեցի, ես այնտեղ ներկայացրեցի մեր հայ ժողովրդական երգերից ու առաջինտեղ վերցրեցի իմ տարիքային համակարգում եւ իմ նոմինացիայում ժողովրդական երգերը առաջին տեղ ունեցա։ Շատ ուրախ հետ վերադարձա։ Վերջում, այս վերջերս ճիշտ ասած երկու մրցույթի մասնակցեցի, մեկը Լիոնում, մեկը արդեն դրա արդյունքում էր Հունաստան հրավիրվեցի։ Հիմա ուրիշ հրավերքներ էլ ունեմ, բայց դե քանի որ ֆինանսապես մենք ենք ֆինանսավորում մեզ այդ հրավերքները,
Հիմա երևի բոլորը չեմ կարողանա գնամ, բայց երևի հաջորդը Բուլղարիա, նաև Իսպանիա եմ հրավիրվել։ Իսպանիա մեզ մոտիկ է, մեքենայով են գնում, Իսպանիա հաստատ կգնանք։ Երևի Բուլղարիա կգնանք ապրիլին, այ հիմա դեկտեմբերին հրավիրված ենք Ռիգա, էլի Ռիգա սիմֆոնիա փառատոնի մասնակցելու, բայց երևի չգնանք։ Ամուսինս ասում է շատ ցուրտ է այնտեղ, ցուրտ երկրներ չէ։ Ամեն դեպքում երբ որ գնում եք հայկական դրոշն եք բարձրացնում, էլի, չէ՞, Հայաստանն եք ներկայացնում։ Անկեղծ ասած, ես քանի որ Ֆրանսիայից եմ, իմ այդ անձնավորությունը, որ ինձ հրավիրել էր, Տիկին Սուսաննա Բարսեղյան Հայաստանից է, ինքը պրոդյուսերը, ինքն էր ինձ հրավիրել եւ ինքը դե ասել էր, որ ես Ֆրանսիայից եմ, այնտեղ իմ բաժի վրա, այդ որ ունենք, ֆրանսիական դրոշն էին դրել։ Հա, ես ներկայացնում եի Ֆրանսիան, բայց հայկական հայերի հետ միասին էի ու հայ ժողովրդական երգով էի ներկայանում, այսինքն բոլորը իմացան, որ ես հայուհի եմ, ուղղակի ինքը Տիկին Սուսաննան այդպես էր ասել, իրանք էլ դրել էին, ես կնախընտրեի Հայաստանի դրոշ լիներ, բայց ինքը պես էր գրել, այսինքն բայց ոչինչ, բան չի, ես իրանք մեր երգը հնչել է այնտեղ։ Հա, հայերեն երգ հնչեց ու իրենք շատ սիրեցին, միջազգային ժյուրի էր, այսինքն բոլորն էլ բարձր գնահատեցին, իմ համար շատ բարձր էր, ու ասեմ ձեզ, նաև մի փոքրիկ պատմություն այդ առումով պատմեմ, նախքան մրցույթային օրը մենք ծովափին էինք, Էգեյան ծովի ափին ենք, ես չէի լողանում, ամուսինս էր լողանում, ես հենց երեկոյան արդեն մրցույթին պիտի մասնակցեի, չէի ուզում շատ ինձ խառնել իրար, ասի հանգիստ սպասեմ ելույթից, բան, մի խոսքով այնտեղ միացրել էի երգը, լսում էի անդադ, կողքից մեկ հատ զույգ կար, տարեց զույգեր էին, իռլանդացի ամուսիններ էին, իրանք սկսեցին հետաքրքրվել ինձ, իմ հետ խոսեցին անգլերեն, բան, ով եք, ինչ եք, որտեղից եք, բան, այսպես որ ես ասեցի հայուհի եմ, Ֆրանսիայից եմ եկել, մասնակցում եմ ֆեստիվալի, ներկայացնում եմ հայերեն երգ, երբ որ ես ասեցի երգում եմ, երգ չեմ, ինքը ինձ ասեց սինգ, երգիր, ասեց մի անգամից, այդ երկար չսպասեց, ու ես հետ ծովափին երգեցի այդ յանը մարդու յանակուտա շատ ուշ հասկացա մի խոսքով չերկացնեմ այդ երգն էի տարել ուրեմն Շուշան ջան այդ մարդը այսպես ձեռքերս էս բայել ասում նոյի մարմինս փշակաղվել է արցունքները գնում է ու ես այդ իմ համար այնքան բարձր գնահատական էր եկել եմ ամիջապես հյուրանոցից համարը զանգել եմ ղեկավարից ասում եմ Հասմիկ ջան ես իմ մրցույթը անցկացրեցի ես իմ գնահատականը ստացա գալիս եմ դու ինձ էլ ոչինչ պետք չի Այս իռլանդացի մարդը լաց եղավ այս երկի տակ, հա, իրոք այնքան բարձր գնահատական էր իմ համար, որ այդ առաջի տեղը զբաղացնելուց ավելի բարձր այդ մարդու գնահատականներ իմ համար Շուշան ջան, այս որ հայ երգը, մեր ժողովրդական երգը այդ գալիս է շատ մեծ հոգի ունի իր մեջ, ու կպնում է մարդու հոգուն, դրանից թանկ գնահատական իմ համար չկար, չգիտեմ։ Անկեղծ գնահատական է եղել Շատ անկեղծ է, շատ։ Ես ինքս չեմ երազել եւ աչքերիս արցունքներով եմ ես իմ երկիրը լքել։ Շատ դժվարությամբ, բայց շատ ստիպված։ Ես միշտ ամեն օր շատ հավատացյալ մարդ եմ, շատ աղոթող, միշտ ասել եմ Տեր ջան, միթե հնարավոր չէ այս ամեն ինչը որ մեզ պահում է այս երկրում, ինչը որ հային պահում է, ունենալ այն երկրում, որտեղ որ մենք մեծացել ենք, ծնվել ենք, որպեսզի հայը ստիպված չլիներ լքել իր ծնողին, իր տունը կամ մյուսը ու գար օտար երկիր։ Հիմա ասում եմ ու ձայնս տրտռում արդեն։ 13 տարի ամեն օր ես Աստծուն այդ հարցն եմ տվել։ Տեր, ինչու միթե հնարավոր չէր ու շատ դժվար է եղել ինձ հետ համակերպվելու այս ամեն ինչին, որ ինչու մենք այդ ամեն ինչ, այսինքն ինչու երեխան որ ծնվում է հայ ընտանիքում չի կարող պաշտպանված լինել իր ծնողների կողմից Կամ պետության կողմից լավ ծնողը չհասկացավ մի բան արեց կամ ինչ-որ մի բան ինչու խոսքս գնում է երեխաների մասին չգիտեմ ինչի անդրադարձա դրան երևի շատ ենք լսում երեխաների հետ կապված նաև դժբախտ բաներ Հայաստանում բայց ամեն տեղ էլ կա այնպես չի որ դա Հայաստանի բանը չի խնդրի չի միայն Ինչու պետք է երեխան, որը որ ծնվում է, մեծանում է այդ երկրում, դպրոցում, օրինակ, ես էլ եմ դպրոց գնացել Հայաստանում, ինձ ոչ մեկ չի եկել մի սոցիալական ծառայող, աշխատող։ Այ ես շատ կուզեմ ես փոխվի ես Հայաստանում, որ Հայաստանում ապրող հայը չերազի դուրս գնալու մասին։ Լավ, չմտածենք այստեղի մարդկանց հետ գալու մասին։ Այդ հարցը արդեն բարդ է մի քիչ, բայց գոնե ներսում ապրող հայը այլևս թող չերազի դուրս գնա, չձգտի։ Թող երեխաները պաշտպանված լինեն առաջին հերթին։ Ընտանիքներում, երբ որ երեխան դպրոց է գնում,
թող լինի համակարգ, սոցիալական ինչ-որ համակարգ, որ սոցիալական աշխատողը կգա, երեխայի հետ կխոսա, կքննարկի իր հարցերը, իր խնդիրները, որ այդ երեխան դիմելու տեղ ունենա։ Շատ անգամ ծնողները վատ են վերաբերում իրենց երեխաների հետ եւ երեխաները անպաշտպան են եւ հասարակությունը լռում է այդ ամեն ինչին, որովհետեւ ամոթ է, բամուսները ինչ կմտածեն։ Առաջինը երեխաները։ Եթե ձեր համար կարևոր է, իմ կարծիք առաջինը ես դա կուզեի, որ փոխվեր Հայաստանում համակարգային մեծ փոփոխություն։ Երկրորդը ես կուզեի, որ կանայք պաշտպանվածին են, կանանց իրավունքների պաշտպանություն, կանայք, ովքեր հալածվում են իրանց ընտանիքներում, իրանց ամուսինների, իրանց կեսուրների կամ գիտեք Հայաստանում ինչեր կա, խուլտեն են կորած գյուղեր, ասեմ ձեզ, հայ ընտանիքներ կան շատ, ովքեր ապրելով Ֆրանսիայում, Ամերիկայում, մյուս տեղերում հետ են մնացել, պահում են իրանց ընտանիքներում այդ ամեն ինչը։ Ես կուզեմ կնոջ հանդեպ առհասարակ կնոջ որպես կին, կնոջ իրավունքները պաշտպանված լինեն, կինը որպես մարդ, կինը ունենա աշխատելու իրավունք, կինը ունենա հաշվեհամար ունենալու իրավունք, այսինքն շատ բաներ։ Ես գիտեմ, որ հիմա շատ փոխվել է ամեն ինչ, ու առաջվան չի, բայց վստահ գիտեմ, որ նաև ամեն տեղ չի որ փոխվել է, շատ տեղերում այդ ամեն ինչը պակասում է, շատ ընտանիքներում կինը ձայնի իրավունք չունի, շատ ընտանիքներում երեխաները հալածված են, մի խոսքով։ Երկրորդ կետը կուզեի կանանց ավելի շատ իրավունքների պաշտպանություն, երրորդ կետը բնականաբար բժշկությունը շատ կարևոր է, որ մարդը երբ որ իրոք ինքը վատ է կամ ինքը գնում է երեխա ունենալու, իրան ինքը, այսինքն դու բացում ես ծննդատան դուռը, դու դեռ չես բացել, քեզ ասում են 1000 դրամ իմ գրպանը կդնես, 5000 դրամ մյուսի գրպանը, 10000 դրամ մյուսի գրպանը։ Դու ստեղ ցավերի մեջ ես պիտի ծննդաբերես, քեզից փող են ուզում ամեն քայլա փոխի, որ նման բան չլինի։ Այդ մեկը բացառում եք, այդ հաստատ չկա։ Այդ հաստատ չկա, իմ ժամանակ կար, էլի, ես ասում եմ ինչ որ Ես ասում եմ ինչ որ ինձ են արել, այսինքն չեմ ուզում եթերում մանրանամ ամեն ինչը, ոչ էլ ուզում եմ իմ Հայաստանում գծեմ վարկաբեկեմ, իմ համար Հայաստանը մնում է առաջինը իմ սրտում ամենամեծ Երևանը դա իմ մանկության, իմ երիտասարդության, Երևանը իմ սրտում դա մի հատ չգիտեմ, դա ուրիշ պատմություն է Երևանը։ Մի խոսքով, բժշկությունը եւ իհարկե նաեւ խաղաղություն, երևի խաղաղությունն ամենառաջինը, որ մայրերը երբ որ իրանց երեխաներին ուղարկում են զինծառայության, մանավանդ ես գիտեմ հայ մայրերը հպարտությամբ են գնում այդ քայլին։ Երբեք ոչ ես ինքս եղբայր ունեմ, որ ծառայել է հայոց բանակում, ամուսինս նա ծառայել, մենք պատվով ենք ճանապարհել մեր եղբայրներին, մեր այսինքն հարազատներին, բայց այսօր հայ մոր աչքը արցունքոտ է։ Ես այսօր ինձ, այսինքն ճիշտ է Հայաստանում քեֆեր, ուրախություններ բան, բայց այն մայրերը ովքեր որ չեն դադարում լացել, ես երբեք դա չեմ կարա մոռանամ, նրանք ոնց ասեմ, դա պետք չի մոռանալ երբեք, դա անջնջելի միացում է։ Հայ մայրը որ ուղարկում է իր որդուն բանակ, ողջ ու առողջ հետ վերադառնում, մարդիկ չեն խոսապում զինծառայությունից։ Այսօր շատ հայեր հենց այստեղ են դրա համար, որտեղ մենք որդիներ ենք ունեցել ու մենք չենք ուզում, այսինքն ուղարկենք մորթվելու էլի, սենց առանց ինչ-որ աննպատակ ինչ-որ բանի համար։ Ու ես այսօր այդ մայրերը, որ կան Հայաստանում, այդ մայրերը կան ախր, կան, այդ չգիտեմ, էլի ես, այդ էլ է մի հատ ցավալի թեմա, որ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ինքս մեծ ցավ եմ ապրում։ Այսինքն ես քիչ կետեր չշոշափեցի, որ եթե այդքան բանը իրոք լինի, հայը Հայաստանից ինչու պիտի ուզի։ Ես ինքս որպես հայ ես չեմ ուզեցել գնամ իմ երկրից, ես չեմ ուզեցել, բայց երբ որ դու հաց չես գտնում որ զավակի 18-ի, այսինքն բա ինչ անես։ Հարցեր կան, որ իրոք երբ որ կյանքի հարցա դու արդեն էլ չես նայում։ Սկզբունքները դնում ես մի կողմ։ Այո, մանավանդ այսօր ասեմ դրսում ապրող շատ հայեր, այսօր Հայաստանը փառք Աստծո զարգացավ նաև, բայց այսօր դրսում ապրող սփյուռքի հայերի, եկեք չմոռանանք, որ ամեն մի հայ, որ դրսում ապրում է, իր ընտանիքին մյուս մասը, որ մնացել է Հայաստանում, պահում են կարելի։ Հնարավորության չափով, եկեք չմոռանանք այդ փաստը, ու դա շատ կարևոր է նաև։ Պատկերացրեք բոլորը մնային չգնային ու չգիտեմ, էլի այսինքն ելքեր չփնտրեին, քայլեր չանեին։ Այսօր ամեն երկրորդ ընտանիք, եթե ոչ ամեն ընտանիք դրսից գումար է ստանում, ինչ որ չափով ստանում է։ Բայց ոնց որ այն ոնց է որ միտեղ գնում ենք ասենք, գիտես, ստեղից ինչ փոփոխությունը կար բան, բայց ված չի էլի որ ամեն դեպքում հայը մեկ էլ պատում է ստեղի հային, որ ինչ փոփոխությունը կա, ներ այս բանը կա, ներ կինը ասենք սենց հայրան պահում, երեխան գիտի ում դիմի, կամ ոստիկանները ներ ոնց են, ու ոնց որ Էդ էլ ամեն դեպքում օգնում, որ ստեղի վիճակն էլ փոխվի, էլի մթնոլորտն էլ փոխվի։
Այո, Կամ գալիս գոնե ենք, մտածելակերպը։ հա, գալիս ենք նրան, որ հայը, այն որ հայը դրսում է ապրում, դա իր մեջ միայն վատը չի պարունակում։ Դա իր Հա, դրական շատ բաներ տվեց Հայաստանին նաև, Հայաստանում ապրող մեր հարազատներին։ Մենք ամեն մեկս, այստեղի բոլոր ընտանիքները կիսված են, բոլորն են Հայաստանում ունեն ծնող, քույր, եղբայր, հարազատ։ հա, Մենք կիսված ենք բոլորս էլ, ստիպված լինելով, բայց դա իր դրական բաներն էլ ունեցավ, ոնց որ ասած, այսինքն ազդեցություն էլ ունեցավ Հայաստանի այսօրվա կյանքի վրա, այո, ինչու՞ չէ, հենց այդ գնալ գալը, հենց այդ տեսնելը, հենց այդ կապը, որ ասում են, բայց այդտեղ տես չի, այնտեղ տես չի, բա այս ամեն ինչը շատ մեծ նշանակություն ունեցավ, ես ինքս տեսնում եմ այդ տարբերությունը։ Ուղղակի եվրոպացին այդքան ցավ չի տարել, ցավ չի տեսել, ոնց որ մենք ենք տեսել ու շարունակում ենք ցավոք սրտի։ Ես 13 տարի այստեղ ապրում, 13 տարվա մեջ արդեն մի քանի պատերազմ եղավ Հայաստանում, ու մենք որտեղ գնում ենք աշխատանքի, այդ աշխատանք ես այս ձեռքերս դողում էր, չի կարող աշխատել, ասում են, աղջիկ ջան, հավաքի քեզ, դու աշխատանքի ես եկել, ասում եմ, չեմ կարող, գիտեք ինչա կատարում մեր երկրում, գիտեք ինչա կատարում։ Մի օր այնքան լաց եղա աշխատանքից, տեղ որ մի հատ արաբ կին, էլի 44 օրյայի բաններ, բերեց 30 եվրո է տվել, արաբ տատիկ էր մի հատ, ինչ կնի, խնդրում եմ, տար ձեր զինվորների համար շոր, նաստի բան, այդ ժամանակ ինչ ասես առնում ենք ներկաշորից սկսած, որ ուղարկենք Հայաստան։ Ես նույնիսկ Facebook-ով պատմեցի այդ տատիկի մասին, Լեյլա էր անունը։ Ուզում ասեմ, մենք այնքան նկատելի էր մեր ցավը, այդ ամեն ինչը, որ ուզած ստեղել էինք բանանում։ Ֆրանսիացին չի տեսել այդ ամեն ինչը, Ֆրանսիան փառք տիրոջ, թող պարտադիր չի որ բոլոր երկրները պատերազմ տեսնեն, ինչ ավելի լավ, գոնե մի խաղաղ երկիր լինի, որտեղ որ հայը կարող է փախչել, այսինքն կենթանի մնալ, ինչ ասեմ, չգիտեմ։ Ֆրանսիան այն երկիրն է, որ ես չգիտեմ, ես չեմ ուզենա որ իրանք ցավ տեսնեն, ինչի, որովհետև հային առաջին ձեռք մեկնող երկիրը Ֆրանսիացին է եղել։ Նավով գնացել են, բերել են Մարսելից սկսած, հայերը բարձացել են Մարսել, Վալանս, Լիոն, Փարիզ, այսպես գնացել են, այսինքն հայերին տեղ են տվել, հայերին օգնել են։ Թող Ֆրանսիայում ամեն բան լավ լինի, պատերազմ չլինի, որ ասում ոչ մի երկրում թող չլինի։ Հիմա ինչ խորհուրդ կտաք մեր լսարանին, միգուցե ինչ-որ մեկը փորձում է, մտածում է արդեն որ տեղափոխվի, երկրից դուրս գա։ Մշտական կլինի, թե մի քանի տարով կլինի, Ֆրանսիա կլինի, թե ուղղակի ինչ-որ մի երկիր։ Ինչ խորհուրդ կտաք, որ մի հատ էլ է ձեր խորհրդին լսի, հետևի, մի հատ էլ 7 չափի մի հատ կտրի, հետո նոր որոշի, որ վերջնական դուրս գա, թե չգա։ Անկեղծ ասած, ես իմ խորհուրդս կլինի իմ անցած ճանապարհի սահմաններում։ Ես քանի որ չեմ եղել առանց թուղթ, դժվարություններ ամեն ինչը չեմ տեսել, բայց լսել եմ ընկերուներիս վիճակներն եմ տեսել, շատ մարդկանց վիճակներ եմ տեսել, որ թուղթ չունեն ու շատ մեծ խնդիրների են առնչվում, բայց մյուս կողմից էլ, եթե մարդիկ կան իրանց երեխաների հիվանդ են եղել, հիմա մի հատ հայ ընտանիք կա, որ մի քանի օր առաջ հանդիպեցի, հիվանդ երեխա են ունեցել, ու իրանք Հայաստանում ամեն ինչ են ունեցել, ասենք իրանք խնդիր չեն ունեցել ինչ որ ապրելու կամ ինչ, բայց այդ հիվանդությունը բուժելի չի եղել, այսինքն Հայաստանում կամ գուցե շատ թանկ ա եղել ինչ որ հարցեր այդպիսի, ու իրանք ամեն բան թողել եկել են հանուն, որ իրանց երեխան բժշկվի։ Ու իրանք չգիտեն էլ իրանց այստեղ կթույլ կտան, որ իրանք ապրեն ընդմիշտ, թե չէ, դա իրանց նպատակն էլ չի, նպատակն էր, որ իրանց զավակը բժշկվի։ Հիմա թե կստացվի կապրեն, թե չեն ապրի, հետ կգնան Հայաստան, դա էլ ուրիշ հարց է։ Ես ուզում եմ ասեմ, եթե կա կյանքի հարց, բժշկության հարց, որ իրոք անհնար է Հայաստանում, թող գան, դիմեն ամեն ինչի, որտեղ երբ որ դու հարազատդ հիվանդ է, զավակդ հիվանդ է, քեզ ոչինչ չի դակում, դու ուզում ես դու կքնես փողոցում, ծառի տակ միայն երեխայդ տանեն հիվանդանոց, ու դու իմանաս, որ ինքը ապահով ձեռքերի մեջ է։ Այդ դեպքում խորհուրդ կտամ։ Մյուս մնացած դեպքերում առանց թղթի խորհուրդ չեմ տա կամ թող լավ ինֆորմացված լինեն, տեղեկացված լինեն, գոնե իմանան, որ մարդիկ ունեն, ովքեր որ իրանց ինչ-որ չափով կօգնեն, ուղղություն կտան, գոնե կխոսեն իրանց փոխարեն, եթե խոսելու կարիք ունենան։ Իսկ բնականաբար, եթե դու ունես թուղթ, եթե դու ունես քաղաքացիություն ու ազատ կարած գաս ապրես Ֆրանսիայում, ինչու՞ չէ։ Դա արդեն որոշումն է, ոնց որ ասած։ Այդ կլինի իմ տեսակետը այս հարցի վերաբերյալ, էս է Շուշան ջան։ Լավ։ Դե մեր հաղորդման ֆորմատով ամենավերջին հարցն եմ տալիս։ Դուք ես նախադասություն ասեմ, դուք շարունակեք։ Ես իմ անուշ Հայաստանի, ի՞նչն եք սիրում։ Ես իմ անուշ Հայաստանի, մի բան ասեմ, առաջի անգամ 5 տարի հետո, երբ որ եկա Հայաստան, ես ոչ միտեղ աչքերս արցունքով չէր լցվել, բայց որ մտա Բանջարեղենի այդ փոքրիկ բուտիկ էր մի հատ, այդտեղ որ մտա այդ հոտը, բույրը, այդ կանաչիների, Բանջարեղենի, մրգերի, ես սկսեցի արտասվել։ Չեք հավատա,
ես էլ չհասկացա իմ հետ ինչ կատարվեց։ Ես այդ հոտը, բույրը, արևը, չգիտեմ, այդ զգացողությունը, որ ոտքերդ քո հողի վրա են, դու չես մտածում, որ դու ուրիշ տեղ ես, դա ուրիշ զգացողություն է։ Նույնիսկ ես իրեն բառերով դրան ինչ ասեմ, որ հենց այդ եմ կարոտում։ Այնտեղ Հայաստանում, երբ որ կանգնած ես քո հողի վրա, նույնիսկ եթե սոված ես, ինչպես ասում, օտարության մեջ ազատ լինելը մի ուրիշ գերություն է, քո երկրում գերի լինելը մի ուրիշ ազատություն է։ Բանաստեղծի խոսքերն եմ ասում։ Այդ է ինձ բակասում։ Այդ ազատությունը, որ դու քո երկրում զգում ես, բայց բառերով չեմ կարող ներկայացնել, թե դա ինչ է։ Դա հոգեվիճակ է ուղղակի, որ դու չունես ուրիշտեղ, ինչ որ ունես Հայաստանում։ Այդ ես իմանուш Հայաստանում այ ունեցած այդ հոգեվիճակն եմ շատ սիրում։ Կարոտում։ Շատ հաճելի էր, շնորհակալություն Նոնա ջան, որ ժամանակ տրամադրեցիք, շատ հետաքրքիր ամեն ինչ պատմեցիք, ներկայացրեցիք։ Ուրախ եմ, որ կարևորը դուք գոհ եք ձեր կյանքից, այդքան այդ ասեցինք վատ կողմեր էլ կան այդտեղ, բայց ինչ լավ է, որ այդ հայ ինքնությունը ստացվել է, պահեք, հատկապես երեխեքի մոտ, որ ասեք հայերեն են խոսում, այդ հայ մտածելակերպը ուրիշ է, էլի, զգացում է, որ ամեն դեպքում պահված է։ Ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ, այդ իրոք կնոջից է շատ բան գալիս, էլի։ Կարող եք ուրիշ ձև մտածեիք, լավ էլ գնայիք, մերվեիք, խառնվեիք իրանց ու ամեն ինչ ոնց որ կորեր։ Այսօր արդեն հետս անդադ ինչ-որ օտար բառեր կօգտագործեիք, բայց տեսեք, որ ամեն ինչ մնացել է, էլի։ Շատ շնորհակալ եմ։ Երանի բոլորն էլ ձեր նման լինեին ու տենց ոնց որ գոնե ձեր լավ մեր հաղորդման միջոցով նայեն ոգեշնչվեն, որ ինչու՞ չէ կարելի ապրել դրսում, բայց հայ մնալ ամեն դեպքում։ Եթե չեն էլ վերադառնում, գոնե հայ կմնան։ Այո, ես եմ շնորհակալ, որ ինձ ընդունեցիք ձեր հաղորդման որպես հյուր, շատ շնորհակալ եմ։ Ինձ անմիջապես հետաքրքրեց, որովհետև ինչ որ կապված է Հայաստանի հետ, ինձ արագ ես երկար չմտածեցի։ Ես սիրով մասնակցեցի, գերագույն հաճույք ստացա ձեր հարցերի, ձեր հաճելի փոխադարձես երկխոսությունը մեր միասին, շատ հաճելի է, շատ լավ հարցեր տվեցիք ինձ, շատ կարևոր հարցեր տվեցիք, նկատվում է, որ դուք իրոք մտահոգ եք Հայաստանի ամեն ինչի համար, ձեր հարցերն էլ բխում էր դրանից։ Շնորհակալ եմ նաև ձեր ամուսնու կողքից ինքն էլ իր հարցերը ինձ ուղեց։ Ես իմ կողմից անում եմ մաքսիմում, ասեմ ձեզ, որ դա չի արվում ինչ-որ մտածված, դա արվում է բնազդաբար։ Հա, ես մեկ-մեկը որ ինձ հարցնում են երգելը, ասում եմ, ախր դուք չեք հասկանում, երակներով է հոսում այդ հայկական ժողովրդական երգը, ես չեմ կարողանում հանել մեջիցս։ Ու օր-օրի ավելի է ուժեղանում այդ հայ լինելը, այդ հայությունը։ Ես ուրիշ իմաստ չեմ գտնում օտարության մեջ ապրել ու հայ չմնալ ու հային հայ չպահել։ Ավելավա ես ամեն բան թողնեմ, գնամ, այսինքն Հայաստան։ Եթե պետքա ես այդ գործը իմ համեստ կարողությունների չափով էլի եմ ասում, եթե պետքա ես չանեմ։ Իսկ ինչ վերաբերում ընտանիքիս առումով, այո, ընտանիքս ես դրա համար սկզբանե շեշտեցի հայ մայրը բացառիկ է, հայ կինը բացառիկ է ու հայ կնոջից այսօր շատ բան է կախված, թե իր ընտանիքը, զավակները ինչպես կմեծանան նույնիսկ օտարության մեջ։ Եվ ասեմ ձեզ, Հայաստանում էլ նույնը, եթե հայ կինը իր դերը, հայ մայրը իր դերը չարեց, չի բացառում, որ Հայաստանում երեխաները օտարամետ ու չգիտեմ ինչ տեսակ մեծանան, այսինքն։ Այնպես որ այդպես շատ հաճելի էր։ Նմանապես։